ամուսինը մահացել է, զոհվալալի, ես որ հիվանդ եմ, էպիլեպսիկ հիվանդ եմ, լեղապարկումս քարկա, վատ եմ ինձ։ Առողջական խնդիրներ ունի։ Դա համամ մորակորիոս ինձ մոտ ամնում։ Համամուսուս կուրսերի համերյոխոս։ Հնչղացես։ Քուրոջս աղջիկն է հիվանդ, եկած փոխանակ ես իրենց բանանում ես եմ նեղում իրեն փոխարին։ Ես փաոս եմ ստանալիս եղել, այդ փաոսն էլ եմ կտրել։ 5 ամիս է չի ստանում եղի։ Հիմա չեմ ստացել, 5 ամիս։ Մենակ վերջին է սեպտեմբերին որ ստացել եմ էտա։ Մինչև բիոլա եմ տանում։ Տանը վարձը ստանում եմ 90,000, երեխոցը բանն եմ ստանում, 30,000-ն է։ Կխեն է տինում, տան վարձը տամ, չեմ հասցնում, երեխոցս ամա ինչ-որ մի կոշիկ առնեմ, ինչ-որ մի շոր առնեմ, գնում եմ խանութից պարկո բան եմ վերցնում, են եմ հիմա 15,000 պարկը, որ գնում եմ բան եմ ուզում, ասում չեմ տալիս, միջով դու չբերես տաս, չեմ կարա տամ։ Սունունդի համար մի 2 անգամ տվել են, դրանից հետո տեղեկություն չկա։ Էտա գյուղապետը պիտի, որ եկել եք էս տուն, մի անգամ չի մտել, ասել ինչի կարիք ունեք։ Արդեն 3-րդ տարին եմ էստեղին, արա չի ճանաչում ով է ինչա։ Ինչի կարիք ունեք, ինչի պակասություն ունեք, որ չի եկել, ես ինչ գնամ ասեմ։ Մի անգամ չմտավ, ասել գոնե այս խոնավության համա վառելիք ունեք, չունեք, հոսանքը ինչա, ոնց է չմտել։ Այդ փաոսն է որ կտրել են 5 անգամ արդեն շատ դժվար պայմաններ բան եմ անում։ Նպաստ գնում եմ դիմումը գրում, էլի մերժում են, գնում եմ գորում, մերժում են։ Ես ինչը մտել եմ այս տուն, 3-4 անգամ արդեն հիվանդանոց եմ ընկել։ Ինչի կերեկտը հիվանդանոցը թոքաբոր, սերտի հետ պրոբլեմ ունի երեխաս։ Տարել եմ Երևան, Արաբկի հիվանդանոց։ Ստեղ ասել են թոքաբոր բապ, այս թոքաբոր չի եղել։ 2 անգամ թոքաբորբի պատճառով ստեղ պարկացրել են։ Մենակ սցեմա եմ միացրել, բայց դա պարզվել է, որ երեխու սրտի հետ է խնդիրը։ Ամարը դաղամ լողացնում, հիմա ստեղ եմ լողացնում։